Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 16-ն է, օրը կիրակի է, անկեղծ ասած Հայաստանից շատ թեմաներ չկան խոսելու, բայց հիմնական հարցը կրկին վերաբերվում է այս վերջին օրերի ամենակարևոր հարցին, խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությանը, որը որ կարող է ստորագրվել, եթե ընդհանրապես ստորագրվի, ճիշտ ասած հիմնականում այս հարցի շուրջ ես արդեն արտահայտվել եմ, ավելի շատ հիմա մենք խոսելու ենք միջազգային հետաքրքիր իրադարձություններից, բայց ուղղակի մեկ բան եմ ուզում ավելացնել, որը որ 3 ամբողջ օրը ինձ ճիշտ ասած մտքերով տանջում էր։ Հարցը նրանում է, որ իմ պատկերացմամբ Ադրբեջանը Հայաստանի սահմանադրության հարցը բարձրաձայնում է այն նպատակով, որ հնարավորություն ունենա վաղը արդեն ավելի լավ ձևով խառնվել Հայաստանի ներքաղաքական հարցերին։ Իրենք շատ լավ գիտեն, որ Հայաստանում 26 թվականին խորհրդարանական ընտրություններ են եւ խորհրդարանական ընտրություններին անպայման պետք է միջամտել, այդ կարծիքի են նաեւ միանշանակ կարծում եմ Կրեմլում եւ ընդհանուր շահեր ունեն իրենք այդտեղ, որ կարողանան ինչ-որ մի ձևի միջամտել Հայաստանի ներքին գործերին։ Գիտեն, թե ինչ ձևի է արձագանքում Հայաստանի ընդդիմությունը, եթե ընդդիմություն ընդհանրապես կարելի է համարել, ընդդիմությունը բավականին լայն հասկացողություն է, երբ դուք հասկացաք, որ մասին է խոսքը, եւ այն խոսակցությունները, որ նույնիսկ 26 թվականին կարող է սահմանադրության հարց քննարկվել, դրվել քվեարկության, դա եւս մեծ ողջունություն է առաջացնում Ադրբեջանի մոտ, եւ ես չեմ բացառում, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի կարողանան ազդել նաեւ ինչ-որ միտեղ ընտրությունների վրա, քաղաքական, ներքաղաքական ինչ-որ խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար, եւ եթե սահմանադրության մասով հանրաքվեն էլ տապալվի, այսինքն ոչ քվեարկեն Հայաստանի քաղաքացիները, դա կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ իլուր աշխարհի գոռալու, որ տեսեք հայերը հրաժարվում են խաղաղությունից, նրանք դեմ են գնում խաղաղության պայմանագրին եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն իմ պատկերացմամբ վերջնական ինչ-որ խաղաղություն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ պատկերացնում եմ, որ անհնար է մինչև 26 թվականը։ Կարող է հիմա ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեն, բայց Ադրբեջանը տեսնում ենք, որ նախապայմաններից չի հրաժարվում, սահմանադրության հարցից չի հրաժարվում, նաև ճանապարհների մասով է ուզում ինչ-որ մեծ ախորժակներ ունի ճանապարհների մասով, եւ դա եւս մեզ հուշում է, որ վերջնական խաղաղություն չեմ կարծում, որ հաստատվի, նույնիսկ եթե այդ պայմանագիրը, խաղաղության պայմանագիրը այդ մեծ կարևոր եւ ծավալուն բազմաթիվ կետերով եւ ենթակետերով փաստաթուղթերի ստորագրվի, ճիշտ է այն նաեւ վավերացվելու է խորհրդարանների կողմից, այսինքն շատ կարևոր իրոք մեծ նշանակություն ունեցող փաստաթուղթ է, բայց այնուամենայնիվ, սա ես ասում եմ հատուկ, որ բոլորը հասկանան, ես չեմ հավատում այդ փաստաթղթին, ճիշտ է որոշները պնդում են, որ այդ փաստաթուղթը շատ ավելի մեծ կարևորություն, նշանակություն ունի, քան Եվրամիության դիտորդական առաքելությունը, ավելի մեծ երաշխիքներ ինքնին ստեղծում անվտանգության համար, բայց ես կարծում եմ, որ դա քաղաքակիրթ պետությունների համար է եւ ոչ թե այն պետությունների, որոնք որ սովոր են ընդհանրապես շատ հեշտ ձևով խախտել պայմանագրերը, սեփական ստորագրությունները եւ պայմանավորվածությունները։ Հիշեցնեմ եռակողմ հայտարարության մասին, ինչ հեշտ ձևով խախտվում էր այդ պայմանագիրը, այդ հայտարարությունը եւ ինչ ձևով մատուցվում էր աշխարհին եւ բոլորին, թե իբր Հայաստանն է խախտում եռակողմ հայտարարությունը եւ այդ ամբողջությամբ խախտված փաստաթղթից կրկին Հայաստանից պահանջում են, որ Հայաստանն է իբր խախտում եռակողմ հայտարարություն, այսինքն իրենք խախտելով պահանջում են Հայաստանից, որ Հայաստանը ինչ-որ բաներ իրականացվի, որոնք որ ընդհանրապես չկան այդ հայտարարության մեջ։ Ինչի մասին է խոսքը։ Նույն խաղաղության պայմանագիրը եւս կարող են մեկնաբանել այնպես, ինչպես ցանկանան։ Սա շատ կարեւոր է, որ մենք բոլորս էլ հասկանանք եւ ընկալենք։ Բայց նույն ժամանակ ասեմ հետեւյալը, որ ես կրկին մեծ ողբերգություն չեմ տեսնում
այն զիջումների մեջ, հիմնականում վերջի զիջումների մասին է խոսքը, որոնք որ Հայաստանը ինչ-որ միտեղ կարելի ասել, որ արել է Ադրբեջանի պահանջներով, նաև դա հաստատում է Աննալինա Բերբոկը, Գերմանիայի արտգործնախարարը, այսինքն հիմնականում դա վերաբերում է, կրկին ասեմ, Եվրոմիության դիտորդական առաքելությանը և միջազգային հայցերից հրաժարվելուն, եթե մենք կարողանում ենք ժամանակ շահել, ամրապնդել մեր երկրի անվտանգությունը հայկական բանակից ավելի մեծ երաշխիք, անվտանգության երաշխիք, ոչինչ չի կարող լինել տարածաշրջանում, բայց նույն ժամանակ ես համոզված եմ, որ Եվրոմիության դիտորդական առաքելությունը պետք է մնա Հայաստանում, եթե պայմանագրով պետք է սահմանից հետ քաշվի, դա ուրիշ հարց է, գտեք տարբերակ, որպեսզի Եվրոմիության դիտորդական առաքելությունը անպայման մնա տարածաշրջանում, դա աշխարհաքաղաքական լուրջ ներկայություն է, Եվրոմիության երկրների և Կանադայի ներկայությունն է Հայաստանում, ինչը հնարավորություն է տալու վաղը Հայաստանին, որպեսզի Հայաստանը շատ ավելի հեշտ անդամակցի Եվրոմիության։ Այսքանը հիմնականում Հայաստանի մասով, կրկնեմ, նորություններ, նոր տեղեկություններ չունեինք, բայց սա շատ կարևոր համարեցի, որ անպայման այս հարցերին ես անդրադառնամ։ Միջազգային կարևոր լուրերից խոսելով միանգամից ուզում եմ սկսել Ուկրաինայից, որովհետև մենք երեկվա մեր հաղորդման մեջ խոսել էինք այն մասին, թե իբր ուկրաինական զինվորները շրջափակման մեջ են Կուրսկի շրջանում և հիմա Զելենսկին հայտարարում է, որ նման բան գոյություն չունի։ Ես նաև լսեցի մի քանի ռազմական փորձագետների, նրանք էլ ասում են, որ նման բան գոյություն չունի, փաստացի մեծ շփոթման մեջ էր գցել Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ ինքը խնդրել է Վլադիմիր Պուտինին, որ Վլադիմիր Պուտինը խղճա այդ զինվորականներին և Պուտինն էլ հայտարարել էր, որ եթե նրանք հանձնվեն, ապա նրանց հետ ոչինչ տեղի չի ունենա։ Այսինքն այս պայմանությամբ Ռուսաստանը մեկ բան է պնդում, Ուկրաինան մեկ ուրիշ բան, որ մեր զինվորականները նրանք ասում են, որ գոյություն չունեն այլևս Կուրսկի շրջանում, դուրս են եկել Կուրսկի շրջանից։ Ես բնականաբար ավելի հակված եմ հավատալ ուկրաինական կողմին, որովհետև Զելենսկին հայտարարեց, որ արդեն Կուրսկում նրանց գործողությունները ավարտված են և Ռուսաստանին էլ պետք է ինչ-որ միտեղ ցույց տալ, որ ահա այդպիսի խնդիրներ, մեծ խնդիրներ ունի Ուկրաինան Կուրսկի շրջանում, այսինքն Կուրսկում լիակատար, լիարժեք հաղթանակ են նրանք ուզում մատուցել սեփական հանրությանը։ Սա ևս շատ կարևոր է հասկանալ և ֆիքսել, բայց ինֆորմացիոն պատերազմ է գնում և մեկ-մեկ մենք ևս սխալվում ենք և մենք ևս դառնում ենք այդ ինֆորմացիոն պատերազմի զոհ։ Առավել ևս, երբ որ նման հայտարարություններով է հանդես գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Շարունակելով Թրամփի թեման, ասեմ, որ Թրամփը երեկ հրաման է արձակել հարվածներ հասցնելու Եմենին և ամբողջ գիշերվա ընթացքում արդեն մի քանի անգամ, եթե չեմ սխալվում, 4 անգամ, այսինքն մեկ օպերացիա է տեղի ունեցել, 2, 3 և 4-րդ ալիքը հարվածների տեղի ունեցել Եմենին, հնարավոր է նույնիսկ ավել, ես 4-րդի մասին եմ վերջին անգամ տեղեկացվել, Մեծ Բրիտանիայի հետ բավականին լուրջ ձևով, հերթիրներով, օդուժով, տարբեր ձևերով հարվածներ են հասցվել Եմենին, և ես որքան հասկանում եմ, շատ ավելի լուրջ ավիահարվածներ են եղել և հրթիռային հարվածներ, քան դրանք տեղի ունենում նույն Բայդենի օրոք։ Շատ կարևոր է նշել, որ Մեծ Բրիտանիան ևս մասնակցել է այդ գործողություններին, Դոնալդ Թրամփը այդ ամենին հետևել է ուղիղ եթերում, թե ինչպես են այդ հարվածները հասցվում, միանգամից նա նաև զգուշացրել է Իրանին, որ Իրանը ևս չմիջամտի, չշարունակի աջակցել հութիներին, ու մենք արդեն տեղեկություններ ունենք, որ հութիները նույնիսկ պատրաստ են բանակցությունների Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Մենք չէինք լսում, որ Բայդենի օրոք նրանք պատրաստ էին բանակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այսինքն ուզում եմ ասել, որ հիմա շատ ավելի հզոր հարվածներ են հասցվել Եմենին, որ արդեն հութիներն էլ բանակցել են ուզում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Նաև տեղեկություն կա, որ համաշխարհումը դատապարտել է Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները ընդդեմ հութիների Եմենում։ Նաև գիշերը անհանգիստ էր Բելգորոդում, Նովի Սադի դեպքերից հետո միլիոնավոր մարդիկ
տեղեկություն կար, որ 1 միլիոն մարդ դուրս է եկել ցույցերի Բելգորոդում եւ պահանջում է Վուչիչի հրաժարականը, չնայած որ Վուչիչը արդեն հայտարարել է, որ ինքը հրաժարական չի տալու։ Սա ևս շատ կարևոր եւ հետաքրքիր տեղեկություն է եւ 1 միլիոն մարդ դա ահռելի շատ լուրջ թիվ է եւ պատկերացրեք այդքան մարդ պահանջում էր Վուչիչի հրաժարականը, իսկ նա հրաժարվում է հրաժարական տալ։ Սա ցույցերի դեռ առաջին այսպես մեծ մասշտաբային օրներ, տեսնենք թե ինչպես կզարգանան իրադարձությունները նաեւ Բելգորոդում։ Միջազգային կարևոր լուրերից կարելի առանձնացնել նաեւ այն, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջեւ, եւ հիմնականում նրանք քննարկել են Սաուդյան Արաբիայում իրենց բանակցությունները, հարաբերությունների կարգավորումը, բայց արդեն հետաքրքիր է, որ երկկողմանի այդպես հեռախոսազրույցներ են տեղի ունենում, փաստացի ոչ միայն Թրամփը եւ Պուտինն են խոսում, այլ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը եւ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը։ Դա ևս շատ կարևոր է, որ մենք ֆիքսենք եւ հասկանանք, թե ինչ է ընդհանրապես տեղի ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ։ Նաեւ կարևոր տեղեկություն կար այն մասին, որ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել փակել Ազատություն ռադիոկայանը, որը որ աշխատում էր ամբողջ աշխարհում 75 տարուց ավել, եթե չեմ սխալվում, եւ հիմնական քարոզչական միջոցներ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան աշխարհի, նույնիսկ սովետական ժամանակաշրջանում շատ հայտնի էր Ազատություն ռադիոկայանը, եւ հիմա այդ ռադիոկայանը փակվում է փաստացի, եւ շատերը հիմա խոսում են այն մասին, թե ինչքան մեծ նվեր է սա Ռուսաստանի Դաշնությանը եւ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլ բոլոր հակառակորդ երկրներին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոպայի հակառակորդ երկրներին։ Եվ անկեղծ ասած, Ազատություն ռադիոկայանի փակումը, ինչպես նաեւ USAID-ի փակումը եւ այլ շատ ուրիշ քայլեր հստակ վկայում են այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ մեծ, շատ լուրջ եւ գլոբալ փոփոխություններ են տեղի ունենում։ Փոփոխություններ նաեւ աշխարհանկլման հետ, դաշնակիցների հնարավոր է փոփոխման հետ շատ բաներ են փոխվում, կարճ ասած, եւ նոր աշխարհակարգ է ձևավորվում նոր Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հայտարարությանը, որ եթե Թուրքիային 2007-2008 թվականներին ընդունեին Եվրոպական միություն, ապա Մեծ Բրիտանիան ամենայն հավանականությամբ դուրս չէր գալու Եվրոմիությունից։ Նրա խոսքերով այն համակարգը, որում որ լինելու են Մեծ Բրիտանիան եւ Թուրքիան միասին, անկասկած լուրջ անվտանգային համակարգ էր ձևավորելու։ Նրա խոսքերով եվրոպական երկրների առաջնորդները խառնաշփոթի մեջ են այն ամենին, ինչ հիմա տեղի է ունենում տարբեր ուժերի է բաժանվում աշխարհը, տարբեր ազդեցության գոտիների, եւ նա վերջում ավելացնում է, որ շատ հնարավոր է, որ նոր համակարգը իր մեջ ներառի Մեծ Բրիտանիան, եվրոպական երկրները եւ Թուրքիան, որը որ արդեն կարող է ձևավորել նոր սեփական ծանր անվտանգության ձգող ուժ ամբողջ տարածաշրջանի համար։ Նրա խոսքերով նման հնարավորություններ կան, ուղղակի դրա համար անհրաժեշտ է կամք եւ այդ կամքով պետք է շարժվել ու կոնկրետ գործողություններ անել։ Մոտավորապես այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, եւ փաստացի Թուրքիան հիմա շատ է ակտիվացրել խոսակցությունները այն մասին, որ ուզում է դառնալ Եվրոմիության անդամ եւ ոչ միայն դառնալ Եվրոմիության անդամ, այլ մաս կազմել եվրոպական անվտանգության, այսինքն երևի թե ՆԱՏՕ-ի մասով մեծ հաշվով այլևս Թուրքիան ինչ-որ հույսեր չունի եւ ուզում է ոչ միայն դառնալ Եվրոմիության անդամ, այլ լինել ակունքներում այն ձևավորվող ուժի, հնարավոր է նաեւ ռազմաքաղաքական ուժի, որը որ հիմա կարող է ձևավորվել Եվրոպայում։ Ես խոսել եմ այս մասին, թե ինչքանով լավ է կամ վատ է դա մեզ համար։ Մի մասը բնականաբար համաձայն չէ մեր հայրենակիցների, մի մասը համաձայն է, բայց ես կրկնեմ, մեզ համար շատ ավելի կարևոր է, որ Թուրքիան քաղաքակիրթ երկրների հետ դաշնակից լինի եւ ընդհանուր հայացքներ աշխարհաքաղաքական հայացքներ ձևավորի,
քան ավելի վայրագ երկրների հետ, որոնք որ ընդհանրապես անտեսում են Հայաստանի գոյության իրավունքը։ Բնականաբար կան նաև բարդություններ եւ կան խնդիրներ, եթե Թուրքիան անդամակցի Եվրոմիությանը, ճիշտ է, շատ դժվար process է, ոչ ոք չի կարող ասել, թե ընդհանրապես Եվրոմիությունը կհամաձայնվի, թե ոչ, շատ հնարավոր է, որ չհամաձայնվեն, մերժեն, նույնիսկ անվտանգային մասին մաս կազմելու հնարավորություն չտան, բայց պատկերացրեք, եթե թույլ տան, դա կունենա ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն մեր տարածաշրջանի վրա, Հայաստանի եւ Վրաստանի վրա, սակայն ես գրեթե համոզված եմ, որ դրականը ամեն դեպքում շատ ավելի շատ է լինելու, քան բացասականը։ Եվ այն Թուրքիան, որը որ դաշնակից է իսլամական երկրների կամ արևելքից ուրիշ ավելի փոքր ավտորիտար համակարգերի դաշնակից է, հյուսիս-արևելքից կամ հարավից, ես կարծում եմ, որ շատ ավելի վատ կլինի մեզ համար։ Այդ իսկ պատճառով շատ ավելի լավ կլիներ, որ Եվրոմիության անդամ երկրները խորացնեին իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ եւ ինչ որ միտեղ Թուրքիային եւս տեղ տային այդ անվտանգային համակարգում, ինչու՞ չէ նաև ավելի լուրջ հեռանկարներ խոստանային Թուրքիային Եվրոմիության անդամակցության մասով։ Կրկնեմ, դա միայն ու միայն մեր շահերից է բխում։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ լայքերի կարևորության մասին։ Հաջողություն, կհանդիպենք։